Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ սրտանոթային հիվանդությունների գլխավոր պատճառն է։ Իսկ ինչից է բարձրանում խոլեստերինը, ինչպես իջեցնել եւ առողջ պահել մեր սիրտը։ Տարբերակվում է լավ եւ վատ խոլեստերին։ Լավ խոլեստերինը դա բարձր խտության լիպոպրոտեիններն են, որոնք օրգանիզմում թողնում են դրական ազդեցություն, իսկ վատ խոլեստերինը դա ցածր խտության լիպոպրոտեիններն են, որոնք ունենում են վնասակար ազդեցություն։ Երբ է բարձրանում խոլեստերինը, ընդունված է կարծել, որ վատ սննդի հետևանք է։ Մեծ դեր ունի այստեղ նյութափոխանակության խանգարումները տարատեսակ, գենետիկ նախատրամադրվածությունը, տարիքը եւ վնասակար սովորությունները, որոնց մեջ մտնում է ծխախոտը, ալկոհոլը եւ այլ տեսակի վնասակար սովորություններ։ Իսկ սթրեսից կարող է խոլեստերինը բարձրանալ։ Ստրեսի պայմաններում կարող է խոլեստերին բարձրանալ կապված կորտիզոլ հորմոնի հետ, որը արտադրվում է մեր էնդոկրին գեղձերում։ Ամենակարևորը խնդիր ունենք խոլեստերինի մակարդակն իջեցնելու, երբ որ կա բարձրացում, ինչպես դա անել բժիշկ։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆայի առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ սրտանոթային հիվանդությունների գլխավոր պատճառն է։ Իսկ ինչից է բարձրանում խոլեստերինը, ինչպես իջեցնել եւ առողջ պահել մեր սիրտը։ Մեզ կասի սրտաբան Հարություն Ղազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ ողջունել բժիշկ, ասենք թե ինչ է իրենից ներկայացնում խոլեստերինը առհասարակ եւ երբ է այն վնասում սրտին։ Խոլեստերինը իրենից ներկայացնում է ճարպային միացություն, որը գտնվում է մեր օրգանիզմում, ինչպես ազատ ձևով արյան հունում, այնպես էլ հյուսվածքներում եւ օրգաններում։ Խոլեստերինի 80-85%-ը դա արտադրվում է լիարդում, սինթեզվում է լիարդում, իսկ մնացած մասը մենք ստանում ենք դրսից, այսինքն սննդամթերքի միջոցով, կենդանական եւ բուսական ծագման ճարպանյութերից։ Ինչպես ժողովրդի մեջ ընդունված է տարբերակվում է լավ եւ վատ խոլեստերին։ Լավ խոլեստերինը դա բարձր խտության լիպոպրոտեիններն են, որոնք օրգանիզմում թողնում են դրական ազդեցություն, իսկ վատ խոլեստերինը դա ցածր խտության լիպոպրոտեիններն են, որոնք ունենում են վնասակար ազդեցություն։ Սիրտանոթային համակարգի վրա վատ տեսակի խոլեստերինը անդրադառնում է հետևյալ կերպ, ինչ չի անում ինքը, լիարդից խոլեստերոլները տեղափոխում է դեպի արյան հուն, դրանով վնասելով անոթի պատերը, որովհետև անոթի բջիջները կլանում են այդ վատ տեսակի խոլեստերինը, այնտեղ առաջանում է բորբոքում, վնասում, իսկ հետո վահանիկ է ձևավորվում աթերոսկլերոտիկ, որը լի է պատռման վտանգով, խցանելով եւ տրոմների առաջացման վտանգով։ Ուրեմն սրտին վնասում է վատ խոլեստերինը։ Վատ տեսակի խոլեստերինը վնասում է սիրտանոթային համակարգը։ Ասենք թե ինչից է այն առաջանում, երբ է բարձրանում խոլեստերինը, ընդունված է կարծել, որ վատ սննդի հետևանք է։ Ինչպես նշեցի, հիմնական սինթեզը խոլեստերինի մեծ մասը 80-85%-ը դա կատարվում է լիարդում։ Հետևաբար մեծ դեր ունի այստեղ նյութափոխանակության խանգարումները տարատեսակ, գենետիկ նախատրամադրվածությունը, տարիքը եւ վնասակար սովորությունները, որոնց մեջ մտնում է ծխախոտը, ալկոհոլը եւ այլ տեսակի վնասակար սովորություններ։ Իսկ սննդամթերքով այո եւս կարող է վատ տեսակի խոլեստերին արյան մեջ բարձրանալ, որովհետեւ մարդիկ ընդունում են տարատեսակ սնունդներ, դրանք հիմնականում քիմիական վերափոխված սննդամթերքն են, ֆաստ ֆուդերն են եւ այլն։ Բայց ընդամենը 20%-ով։ Մինչև 20%-ի այո։ Ինչպես է ալկոհոլը, ծխախոտը խոլեստերինի բարձրացման պատճառ դառնում։ Տեսեք, խոլեստերինի նյութափոխանակությունը եւ արտադրությունը հիմնականում լինում է լիարդում, հա։ Եթե մենք ազդող գործոններին ավելացնենք վնասող ինչ-որ գործոն, օրինակ ալկոհոլը, որը եւս պետք է չեզոքանա լիարդում առաջացնում է խանգարումներ տարատեսակ, գործառույթների խանգարումներ եւ դրանով նաեւ խաթարվում է խոլեստերինի եւ սինթեզը եւ նյութափոխանակությունը եւ արյան մեջ սկսում է բարձրանալ վատ տեսակի խոլեստերինը։ Ծխախոտի պարագայում վնասում է անոթների ներքին շերտը, այնտեղ սկսում է խոլեստերինը հավաքվել ավելի հեշտ, կուտակվել եւ առաջացնել տրոմներ եւ խցանումներ։ Իսկ սթրեսից կարող է խոլեստերինը բարձրանալ։ Ստրեսի պայմաններում կարող է խոլեստերին բարձրանալ կապված կորտիզոլ հորմոնի հետ, որը արտադրվում է մեր էնդոկրին գեղձերում։ Ստրեսի ժամանակ կորտիզոլ հորմոնը, որ կոչվում է նաեւ ստրես հորմոն, անմիջապես ներզատվում է արյան հուն, որպեսզի օրգանիզմը տա ադեկվատ համարժեք ռեակցիա ստրեսին, այսինքն պաշտպանական ռեակցիա։ Ստեղ սկսում է ակտիվանալ մեր ֆիզիոլոգիական մեխանիզմները, դա կոչվում է պաշտպանական ռեակցիա ստրեսի դեմ, եւ դրա մեջ մտնում է թե շաքարի փոխանակության խանգարումները տարատեսակ, թե խոլեստերինի փոխանակության խանգարումները եւ հաճախ դա դրսեւորվում է նաեւ ճարպակալումով, հա, այսինքն հիմնականում դա լինում է աբդոմինալ որովայնի ճարպակալում, որը լի է
էլի վտանգներով սիրտանոթային համակարգի հետ կապված։ Ինչպես մարդ իմանա, որ խոլեստերին ունի, ախտանշաններից որովայնի ճարպակալումը նշեցիք, կան այլ ախտանշաններ եւ ինչ անալիզներ պետք է հանձնել։ Սովորաբար հիպերխոլեստերինեմիաները շատ հաճախ դրանք աննկատ են ընթանում եւ պատահական ռուտին հետազոտությունների ժամանակ հայտնաբերվում է արյան մեջ բարձր խոլեստերինի մակարդակներ, կարող են լինել նաեւ այսպես կոչված առաջնային հիպերխոլեստերինեմիաներ, որոնք ժառանգվում են, այսինքն գենետիկ նախատրամադրվածություն են, երբ որ ազգակցականներով բոլորը ունեն բարձր խոլեստերինի ցուցանիշներ։ Սիմպտոմատիկ, այսինքն ախտանիշներով կարող է չդրսևորվել մինչեւ չլինի որևէ սիրտանոթային պատահար։ Այսինքն կարող է մարդ ունենալ մեծ որովայն, բայց չունենալ բարձր խոլեստերին եւ հակառակը լինի նիհար մեկը, ով ունի խոլեստերինի բարձր Շատ ճիշտ հարց եք տալիս, որովհետեւ շատերը կարծում են, որ երբ մարդ գեր է, դա նշանակում է, որ խոլեստերինը շատ բարձր է, սակայն շատ դեպքեր ունենք, երբ որ մարդը գեր է, սակայն խոլեստերինի մակարդակը ցածր է նրա մոտ, իսկ եւ նաեւ հակառակ այս պարագային ունենք շատ նիհար կառուցվածքով անձնավորություններ, որոնք ունեն գեր բարձր խոլեստերինի մակարդակներ։ Իսկ ոտքերի շրջանում, մասնավորապես կոճերի շրջանում այտուցները խոսում են խոլեստերինի բարձր մակարդակի մասին։ Սովորաբար տվյալ հատվածում տեղակայված այտուցները դրանք առաջին հերթին խոսում են սիրտանոթային համակարգի, սրտային անբավարարության կամ երիկամների քրոնիկ հիվանդության մասին։ Այնպես որ սա ցուցանիշ չէ, պետք է հանձնել անալիզներ, ինչ անալիզներ հանձնել։ Սովորաբար մենք հանձնում ենք ռուտին հետազոտվում խոլեստերինների բոլոր տեսակներով, լավը, վատը, տրիգլիցերիդները, որպեսզի հասկանանք սիրտանոթային ռիսկը, որոշում ենք երիկամների ֆունկցիան, դրա մեջ մտնում է կրեատինինի քննությունը, միզանյութի, միզաթթվի, կալիում, նատրիում եւ ինչպես նաեւ ցանկալի որոշել կոագուլոգրաման, այսինքն արյան մակարդելիությունը եւ լյարդային ֆերմենտները, որովհետեւ մեզ համար կարևոր նշանակություն ունի լյարդը, որտեվ երբ որ մենք սկսենք պացիենտին բուժելը, դեղորայք նշանակվի հակախոլեստերինային, մեզ համար շատ կարևոր է լյարդի ֆունկցիայի վիճակը, որովհետեւ այդտեղ ընթանալու է ոչ միայն խոլեստերինի նյութափոխանակություն, այլ նաեւ տվյալ դեղի քայքայումը եւ օրգանիզմից դուրս բերումը։ Այո, որովհետեւ լյարդն է կատարում հիմնական դետոքսը, մեր օրգանիզմի բնական ճանապարհով, իսկ կա նորմա խոլեստերինի ինչ թվի ցուցանիշն է, որ խոսում է նորմայի մասին։ Սովորաբար նորմային անդրադառնալը, որպես սրտաբան նշեմ, շատ Հարաբերական է։ Այո, շատ հարաբերական է եւ լաբորատոր ցուցանիշները, այն ռեֆերենս ցուցանիշները, որոնք հիմնական լաբորատորիաները տալիս են պացիենտներին, դրանք նշված են այն դեպքերում, երբ որ մարդը ունի ուղեկցող հիվանդություն, ունի ռիսկի գործոններ եւ այսպես ասած պրակտիկորեն առողջ է։ Իսկ սիրտանոթային համակարգի պարագային ունեցող հիվանդությունների պարագային այս ցուցանիշները խիստ տարբերվում են։ Եվ 1.8-ից մինչև 1 մոտեցում կարող ենք այո այս վատ տեսակի խոլեստերինի մակարդակ սահմանել։ Մենք հատուկ սանդրակներով գնահատում ենք հիվանդի մոտ սիրտանոթային ռիսկը, այսինքն ինչ է իրենից ներկայացնում, առաջիկա 10 տարիների ընթացքում սպասվող մահացու բարդությունների ռիսկը։ Եվ ըստ դրա որոշում ենք թիրախային ցուցանիշ, ինչին պետք է հասնենք վատ տեսակի խոլեստերինը եւ սկսում ենք բուժում։ Շատ լավ։ Իսկ ինչ խնդիրներ է առաջացնում խոլեստերինի բարձր մակարդակը սրտանոթային համակարգի համար առհասարակ։ Խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ վատ տեսակի խոլեստերինի բարձր մակարդակը առաջացնում է անոթների վնասում, անոթներում անոթի բջիջները սկսում են կլանել այդ վատ տեսակի խոլեստերինը, ձևավորում են իրենց վրա վահանիկ, որը որ պատռվում է շատ հաճախ, այո, պատռվում է, վրան հավաքվում է արյան մակարդուկը, տրոմները եւ սրտի պարագային ունենում ենք սրտամկանի ինֆարկտ, իսկ ուղեղի պարագային ունենում ենք ինսուլտներ, կաթվածներ։ Ուրեմն ամենակարևորը խնդիր ունենք խոլեստերինի մակարդակն իջեցնելու, երբ որ կա բարձրացում, ինչպես դա անել բժիշկ։ Մեզ համար, այո, բժիշկներից համար շատ կարևոր հանգամանք է հանդիսանում արյան մեջ իջեցնել վատ տեսակի խոլեստերինի, տրիգլիցերիդների մակարդակը, որոնք բերում են մահացու բարդությունների առաջացմանը։ Եթե ունենք արդեն սիրտանոթային պատահար, այսինքն հիվանդը ունի սրտի իշեմիկ հիվանդություն կամ կրել է ինֆարկտ կամ ինսուլտ կամ անոթային որևէ այլ լուրջ պատահար, անոթների խցանումներ, տարատեսակ զարկերակների, միանշանակ էստեղ դեղորայքային բուժում է նշանակվում պացիենտին որպես խոլեստերին իջեցնող պրեպարատներ, դրան գումարելով ձերբազատվել վնասակար սովորություններից, պահպանել ֆիզիկական ակտիվությունը եւ սննդակարգը։ Խոսելով սննդակարգի մասին, շատ մարդիկ կարծում են, որ ճարպերից առհասարակ պետք է հրաժարվել։ Սա ճիշտ է։ Ճարպերից հրաժարումը օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը։
Սովորաբար ամբողջապես ճարպերից ազատվել խորհուրդ չի տրվում, այլ պետք է հասկանալ որ տեսակի ճարպն է մեզ պետք, որովհետև ճարպերը, նույնիսկ խոլեստերինը կամ մտնում է մեր օրգանիզմի բջիջների, թաղանթների կառուցվածքի մեջ, մասնակցում է հորմոնների առաջացմանը, վիտամին D-ի առաջացմանը եւ ուստի պետք է տարանջատել ինչ ճարպ է մեզ պետք։ Այո, ստեղ ասենք, որ ճարպերը հիմնական շինանյութ են հանդիսանում մեր հորմոնների, խոսքը օգտակար լավ ճարպերի մասին է եւ պետք է հրաժարվել տրանս ճարպերից։ Այո, պետք է տրանս ճարպերից ազատվել, վերամշակված ճարպերից, որոնք լի են մեծ բարդություններով, մահացու բարդություններով։ Եւ եթե մենք ճիշտ ենք ընդունում ճարպերը եւ այստեղ կարող եմ հստակ ասել, որ ճիշտ ընտրված ճարպը մեր օրգանիզմի լավագույն ընկերն է։ Հիմա կասեմ, ո՞րն է այդ ճիշտ ընտրված ճարպը։ Ճիշտ ընտրված ճարպերը դրանք հիմնականում լինում են ձիթապտղից կազմված ճարպերը, ավոկադոից տարատեսակ յուղեր եւ ձեթեր, ձկնամթերքները մտնում են Օմեգա 3 պարունակող մթերքները ընդեղ են նույնպես։ Այո, ընդեղ են նուշն է մտնում, չիայի սերմերն են մտնում։ Այո, սրանք օգտակար ճարպերն են, ի գիտություն ասենք, եւ խոսենք նաեւ ֆիզիկական ակտիվության մասին, ասում են օգտակար է սրտին կարդիովարժությունները, դրանք կօգնեն նաեւ իջեցնել խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ։ Այո, կարդիովարժությունները դրանք ոչ միայն նպաստում են մեր սիրտ-անոթային համակարգի առողջ պահելուն, այլ նաեւ օգնում են արյան մեջ իջեցնել խոլեստերինի մակարդակը, կարգավորել արյան շրջանառությունը, դրանով իսկ նպաստել զարկերակային ճնշման կարգավորմանը եւ իմունային համակարգի կարգավորմանը։ Ուստի խորհուրդ է տրվում իրականացնել կարդիովարժություններ, սակայն մի նրբություն է այստեղ, ցանկալի է որ վարժություններից առաջ խորհրդակցել, եթե կա սրտի իշեմիկ հիվանդություն կամ կրած սրտամկանի ինֆարկտ կամ վիրահատություններ, խորհրդակցել բուժող բժշկի հետ, որովհետև այդ չափը եւ չափաբաժինը վարժությունների պետք է հատուկ նշի ձեր բժիշկը։ Լինում են դեպքեր, երբ որ պացիենտները ինքնուրույն են այդ վարժությունները անում եւ չեն էլ զգում, որ արդեն պետք չի օրգանիզմին այդ վարժությունը դրանով իսկ նպաստելով։ Կա այսպիսի մի հասկացողություն, թեստ խոսիր քայլելով թեստ է կոչվում, այսինքն երբ որ մարդ քայլում է, այն արագության կարող է հասնել, քանի դեռ կարողանում է հստակ նախադասություն ասել եւ հասկանալի։ Երբ որ արդեն չի կարողանում սա անել, պետք է հասկանա, որ իր համար այդ ծանրաբեռնվածությունը շատ է։ Շատ լավ օրինակ։ Օգտվեք։ Քնի մասին ինչ կասեք, դոկտոր։ Մենք խոսեցինք առողջ ապրելակերպի մասին, քունը բաղկացուցիչ մաս է կազմում, այն կարող է պակասի դեպքում վատթարացնել խոլեստերինի վիճակը։ Այո, հիպերխոլեստերինեմիաների, այսինքն բարձր խոլեստերինների պարագային շատ կարևոր է նորմալ քունը։ Եվ առհասարակ աշխարհում մտել է այսպիսի մի տերմին, որը կոչվում է քնի հիգիենա, ինչը իրենից ներկայացնում, որ նորմալ քունը պակաս կարևոր չէ, քան այլ գործոնները առողջ ապրելակերպի, որովհետև նորմալ քնի ժամանակ է առաջանում այդ բոլոր հորմոնների, նյութերի նյութափոխանակությունը, այսինքն ճեղքումը, քայքայումը եւ այլն։ Չքնելու պարագային նորմալ արյան մեջ բարձրանում են տարատեսակ ստրես հորմոններ, իմ նշած կորտիզոլ եւ այլն, որոնք կարող են եւ մեծացնել քաղցի զգացումը, մանավանդ ճարպոտ սննդի հանդեպ, քաղցրի հանդեպ եւ դրանով իսկ վատացնել բնականաբար մեր սիրտ-անոթային համակարգի վիճակը։ Չնայած ես նշեմ նաեւ, որ չափից շատ քուննել դրական ազդեցություն չի ունենում օրգանիզմի վրա, գոյություն ունի հստակ նորմա, որը հիմնականում տատանվում է 7-ից 8 ժամվա մեջ։ Մեր նորմալ քունն է, որի ընթացքում մեզ բավարար է։ Խոսենք խոլեստերին իջեցնող տեղերից, դրանք որ ժամին պետք է խմել, կա հստակ ցուցում եւ որքանով են դրանք ազդում խոլեստերինի թվերի վրա։ Այո, ճիշտ նշեցիք, կարևոր է խոլեստերինի դեղորայքի ընտրությունը, սա հիմնականում նեղ մասնագետներն են ընտրում, որ պրեպարատն է անհրաժեշտ պացիենտին եւ կան դեպքեր, երբ որ բուժառուները ինքնուրույն վերցնում են դեղորայք են խմում, սա սխալ է կոպիտ, որովհետեւ մենք հաշվի ենք առնում երիկամների ֆունկցիայի վիճակը, լյարդի ֆունկցիայի վիճակը, արյան մեջ խոլեստերինի բարձր կամ ցածր ցուցանիշները եւ ըստ դրա է ընտրվում նշված դեղորայքի, որոնք կոչվում են ստատիններ, այսինքն խոլեստերին իջեցնող պրեպարատներ, ինտենսիվությունը, այսինքն ինչքան է մեզ պետք, քանի տոկոս է պետք իջեցնել այդ վատ տեսակի խոլեստերինը արյան մեջ։ Դուք ճիշտ նշեցիք, երեկոյան թե օրվա որ ժամերին ընդունել դեղորայքը, սովորաբար նոր սերնդի ստատինները դրանք հիմնականում ունեն երկարատև ազդեցություն եւ այս պարագային այդքան էլ հստակ կարեւոր չէ օրվա ժամը, հա, որովհետեւ իրեն 24 ժամ օրգանիզմում իրենց գործառույթը կատարում են։ Հնում կային հին սերնդի ստատինների պարագային ազդեցությունը կարճ էր։
Դրա համար մենք խմում էինք նշանակում էինք երեկոյան բուժառուներին, որովհետև գիշերային ժամերին է խոլեստերինի նյութափոխանակությունը ակտիվանում լիարդում, քայքայումը ակտիվանում, որպեսզի օգնի այս երևույթներին։ Իսկ այս դեղերը խոլեստերինի թվերի վրա ազդեցություն ունեն։ Իհարկե, մենք ընտրում ենք ստատինների այն դեղաչափը, որին մենք ուզում ենք հասնել խոլեստերինի թվից կախված։ Եվ շատ հաճախ դեպքերում, եթե ճիշտ է ընտրվում դեղորայքը, մինչև 60-70% կարող ենք իջեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ինչն ամ սրանք խաթարում են լիարդում խոլեստերինի սինթեզը, հետևաբար, երբ որ լիարդում խոլեստերինի սինթեզը խաթարվում է, լիարդին անհրաժեշտ է այդ նյութը, որպեսզի ինքը նորից սինթեզի եւ վերցնում է արյան մեջից վատ տեսակի խոլեստերինը եւ սկսում է իջացնել նրա մակարդակը։ Ստատինները ինչպես նաեւ իջացնում են տրիգլիցերիդների մակարդակը, որը որ եւս ճարպեր են եւ չեն զիջում իրենց տեղը վնասակար ազդեցությունով։ Այսինքն պետք է դիմել բժշկի ճիշտ ստատինի դոզա ընտրելու համար։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է նաեւ դեղորայքային բուժման ինքնուրույն ընդհատումը։ Շատ դեպքեր են լինում, երբ որ պացիենտները վերցնում են լաբորատոր ցուցանիշները, ինքնուրույն մեկնաբանում են, տեսնում են խոլեստերինը նորմայի մեջ է եւ չեն խմում դեղորայքը, հա։ Այսինքն հիմնականում պոլիկլինիկական օղակներում որոշվում է ընդհանուր խոլեստերինը, որը մեջ չի մտնում ֆրակցիաները, այսինքն տեսակները։ Եվ վերցնել ասել իմ խոլեստերինը նորմալ է, դեղորայքը չընդունել, սա կոպիտ սխալ է եւ մեծացնում է կրկնակի սիրտ-անոթային պատահարների ռիսկը։ Խորհուրդ եմ տալի ինքնուրույն որևէ պարագային չընդհատել այս դեղորայքը, միայն ընդհատումը կամ դոզայի փոփոխությունը պետք է լինի տվյալ բժշկի կողմից, ով նշանակել է այդ դեղորայքը։ Շատ լավ։ Խոլեստերին իջեցնող դեղերի ստատինների մասին միֆերը շատ են, ասում են այն կարող է անպտղություն առաջացնել կանանց մոտ, տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիայի խանգարում։ Սա միֆ է թե իրականություն։ Ճիշտ եք ասում, նախկինում կար այսպիսի տարածված մեծ կարծիք, որ ստատինները, այսինքն խոլեստերինի վրա ազդող դեղորայքները առաջացնում են անպտղություն, էրեկցիտ դիսֆունկցիա, սեռական ֆունկցիայի խանգարում, բայց հետագայում կատարվեցին հետազոտություններ, որոնք չհաստատեցին այդ վարկածը, հա, այսինքն որ հստակ առաջացնում են իրենք այդ երևույթները, որովհետև իրենք ինչի են հաշվի առել սա, որ խոլեստերինը մասնակցում է տեստոստերոնի սինթեզին եւ երբ որ իջացնում ենք նաեւ տեստոստերոնի քանակը նվազում է, բայց մեկ ուրիշ հետաքրքիր փաստ ասեմ, եւս հետազոտություններ կատարվեցին, որ ստատին խմող հիվանդները, այսինքն խոլեստերինի դեղորայք ստացող պացիենտները ունեն ավելի լավ արյան շրջանառություն, իսկ էրեկցիան ինչ է ես ներկայացնում, շրջանառության գործընթաց է արյան, հա, եւ նորմալ արյան շրջանառություն, նորմալ անոթային դիմադրություն բնականաբար ավելի լավ էրեկցիա։ Եվ չմոռանանք, որ սիրտ-անոթային համակարգի մահացու բարդությունների պաշտպանությունը շատ ավելի կարևոր է, քան փոքրիկ վախերը, որոնք հիմնականում ամբողջությամբ չհաստատված են։ Հետևաբար սրանք միֆերի շարքից են, իսկ բժիշկ ճիշտ է, որ խոլեստերինի թվի իջեցումը հավասարազոր է սրտանոթային հիվանդությունների մահացության ռիսկի իջեցման։ Այո, շատ կարևոր է, որովհետև հետազոտությունները բազմաթիվ ցույց են տվել, որ խոլեստերինի մակարդակը վատ տեսակի ինչքան իջնում է, դրա հետ մեկտեղ նաև իջնում է սիրտ-անոթային պատահարների, մահացու պատահարների ռիսկը։ Եվ եթե մարդ տարվա մեջ ունենում է 1 կամ 2 պատահար, դրանք ինֆարկտներն են, ինսուլտներն են կամ դրված կորոնար ստենտների փակվելն են, մենք խոլեստերինի մակարդակը մաքսիմալ իջեցնում ենք վատ տեսակի, նույնիսկ 1-ից ցածր։ Ուրեմն ինչ անեն դոկտոր, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունեն խոլեստերինի բարձր մակարդակ, սրտանոթային հիվանդությունների չվերաճի, կան քայլեր։ Քայլերը հետևյալն են՝ ժամանակին դիմել բժշկի, պարտաճանաչ ձևով ընդունել նշանակված դեղորայքային բուժումը, պահպանել ֆիզիկական ակտիվությունը, հետևել սննդակարգին եւ հրաժարվել բոլոր տեսակի վնասակար սովորություններից։ Ամփոփենք բժիշկ, ինչպես կանխարգելենք ենք վատ խոլեստերինի առաջացումը եւ առողջ պահենք սիրտը։ Շատ կարևոր է հետևել առողջ ապրելակերպի բոլոր կանոններին, դրա մեջ մտնում է ֆիզիկական ակտիվությունը ճիշտ, դրա մեջ մտնում է առողջ նորմալ քունը, սննդակարգին ճիշտ հետևելը, սննդից բացառել բոլոր տեսակի վնասակար սննդամթերքները, դրանք տրանս ճարպերն են, դրանք վերամշակված ճարպերն են, երշիկ, սալ,
Fast food-ը բոլոր տեսակի վերապմուշակած Թխվածքները, մթերքները, free, որ շատ այդքան օգտագործում են թե երեխաները, թե մեծերը, այո։ եւ ինչպես նաև պարտաճանաչ ձևով խմել բժշկի կողմից նշանակված դեղորայքը։ Շնորհակալություն, մենք զրուցում ենք սրտաբան Հարություն Ղազարյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, հետևեք մեր հաղորդումներին, կարևորը բաց չթողնելու համար։ Իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Կհանդիպենք։